Մանկական ալիք քայլ առ քայլ։ Սովորում ենք միասին Աֆրիկայի կենդանիները։ Ռնգեղջյուր։ Ռնգեղջյուրները բուսակեր կենդանիներ են։ Նրանք չափազանց արագ են վազում և ֆրսկում են վտանգ։ Հաջորդ կենդանին երկարավիզ ընձուղտն է։ Ընձուղտների ամենասիրելի ուտելիքը դա թարմ տերևներն են ծառի ամենավերևից քաղված։ Տեղադրենք ընձուղտին իր տեղը և անցնենք հաջորդ կենդանուն։ Կոբրա օձ։ Այս տեսակի օձերը չափազանց վտանգավոր են, նրանք սառնարուն են։ Տեղադրենք մեր թունավոր օձին իր տեղը և անցնենք հաջորդին։ Ահա և մեր բոլորի կողմից շատ սիրված զեբրը, այս գծավոր ձիուկները բուսակեր են, ունեն ամեն մեկը յուրովի գծիկներ։ Տեղադրեցինք զեբրին էլ իր տեղը և անցանք կենդանիների արքա առյուծին։ Առյուծները գիշատիչ կենդանիներ են, ապա մի տես ինչ սուր ատամներ ունեն։ Տեղադրեցինք արքային իր տեղը և անցանք ցամաքային ամենամեծ կաթնասունին՝ փղին։ Փղերը շատ են սիրում ջրի հետ խաղալ իրենց երկար կնճիթով։ Դե ինչ, փղիկին էլ տեղադրենք իր տեղը և անցնենք հաջորդ կենդանիներին։ Անտառային կենդանիները։ Առաջին անտառային կենդանին եղջերուն է։ Եղջերուները ունեն շատ գեղեցիկ պոզեր։ Նրանք բուսակեր են, չեն վախենում ցրտից։ Տեղադրենք մեր եղջերուին իր տեղը և անցնենք հաջորդին։ Երաշտահավ։ Այս գեղեցիկ թռչունները հիանալի ձայն ունեն։ Շատ են սիրում երգել, երբ տեսնում են արևը։ Տեղադրենք մեր երաշտահավին իր տեղը։ Ահա և մեր գեղեցիկ եղնիկը։ Եղնիկների գունավորումը փոխվում է ըստ տարվա եղանակի։ Ձմռանը նրանք ավելի սպիտակ գույների են, իսկ ամռանը ավելի շագանակագույն։ Տեղադրենք մեր գեղեցիկ եղնիկին իր տեղը և անցնենք հաջորդ թռչունին։ Ահա և արծիվը։ Արծիվները գիշատիչ թռչուններ են, նրանք ունեն շատ սուր տեսողություն։ Ապա մի տես ինչ գեղեցիկ են թռչում արծիվները։ Դե տեղադրենք մեր գեղեցիկ թռչունին իր տեղը և անցնենք հաջորդ անտառային կենդանուն։ Ահա և գայլը։ Գայլերը գիշատիչ կենդանիներ են, նրանք ապրում են և որսի են դուրս գալիս ոհմակներով։ Տեղադրենք մեր գայլին իր տեղը և անցնենք վերջին կենդանուն։ Ահա և քարայծը։ Այս այծիկները շատ են սիրում քարերի վրա վերև բարձրանալ։ Տեղադրենք մեր գեղեցիկ այծիկին իր տեղը և անցնենք հաջորդ վեցյակին։ Նորից անտառային կենդանիներ։ Ահա մեր իմաստուն բուն։ Բույերը գիշերը արթնանում են որսի, իսկ ցերեկը քնում են։ Դնենք բույն իր տեղը և անցնենք հաջորդ կենդանուն։ Ահա և ոզնին։ Ոզնիները գիշատիչ կենդանիներ են, նրանք հիանալի որսորդներ են, որսում են անգամ օձերին։ Հաջորդ անտառային կենդանին խորամանկ աղվեսն է։ Աղվեսները նույնպես գիշատիչ կենդանիներ են, նրանք ունեն սուր լսողություն և հոտառություն։ Դնենք աղվեսին իր տեղը
Եվ անցնենք հաջորդ կենդանուն։ Ահա եւ ջրարջը։ Այս փամփլիկ արջուկները շատ են սիրում ջրերի հետ խաղալ եւ ամեն ինչը, ինչ ուտում են, լվանում են նախապես։ Դե ջրարջ ջան, դու էլ գնա քո տեղը։ Իսկ մենք հասանք սկյուռիկին։ Սկյուռիկները կրծող կենդանիներ են։ Նրանք շատ են սիրում ձմռան համար պաշարել ուտելիք։ Եվ հաջորդ վերջին անտառային կենդանին արջն է։ Արջերը քուն են մտնում ողջ ձմեռ եւ նրանց ամենասիրելի ուտելիքը դա մեղրն է։ Դե ինչ արջուկ ջան, քեզ էլ տեղադրենք իր տեղը եւ անցնենք հաջորդ վերջին վեցյակին։ Ընտանի կենդանիները։ Ահա եւ ամենագլխավոր ընտանի կենդանի կովը։ Կովերը չափազանց օգտակար են մարդու համար, չէ՞ որ նրանք տալիս են կաթ, իսկ կաթից ստանում են տարբեր կաթնամթերքներ։ Դնենք կովիկին իր տեղը եւ անցնենք հաջորդ ընտանի կենդանուն։ Հավ։ Այս ընտանի թռչունները բոլորի կողմից շատ սիրված են, քանի որ նրանք մարդուն տալիս են ձու եւ միս։ Հավիկին էլ տեղադրենք իր տեղը եւ անցնենք հաջորդ կենդանուն։ Ձիերը ամենահավատարիմ կենդանիներից մեկն են փոքրիկ։ Նրանք չափազանց դիմացկուն են եւ մարդու ամենալավ օգնականներից մեկն են։ Տեղադրենք մեր գեղեցիկ ձիուկին իր տեղը եւ անցնենք հաջորդին։ Վայ, ապա մի տեսով է ձվիկից դուրս եկել ջուտիկը։ Ջուտիկները հավերի բալիկներն են։ Նրանք չափազանց փափուկ եւ գեղեցիկ են։ Տեղադրենք մեր փոքրիկին իր տեղը եւ անցնենք հաջորդին։ Ոչխար։ Ոչխարիկները շատ օգտակար կենդանիներ են տնային տնտեսությունում, չէ՞ որ նրանք տալիս են բուրդ եւ կաթ։ Տեղադրենք մեր ոչխարին իր տեղը եւ վերցնենք վերջին աքլորին։ Դե աքլորներն էլ հայտնի են իրենց բարձր ձայնով, որով արթնացնում են բոլորին վաղ առավոտյան։ Տեղադրենք աքլորին էլ իր տեղը։ Դե ինչ փոքրիկ, մենք հավաքեցինք բոլոր կենդանիներին, կհանդիպենք նորից, ցտեսություն։